այսօրվա տնտեսական ցուցանիշները սկսել են բարելավել 22 թվականից հետո ռուս-ուկրաինական պատերազմից հետո։ Այսօրվա տնտեսական մոդելը բավական պրոբլեմային է։ Այն պահին, երբ պատերազմը կաղնեց եւ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները վերանան կամ թեթևանան, մենք ունենալու ենք լրջագույն պրոբլեմներ։ Ես կարծում եմ, մեր ժողովուրդը այդ պրոբլեմների խորությունը լավ չի պատկերացնում։ Եվ ոչ ոք չի էլ փորձում ներկայացնել այդ պրոբլեմների իրական ծավալը։ Եվ սրա հետ մենք առնչվելու ենք։ Եվ առնչվելու ենք հաջորդ 5-ամյակում անկասկած։ Տնտեսական առումով իհարկե մեր տնտեսությունը պետք է ունենա արդյունաբերություն, պետք է արտադրենք մի ապրանք, որը մրցունակ պետք է լինի արտաքին աշխարհներում։ Մենք պետք է ճիշտ գնահատենք, թե մեր շուկաները որ շուկաներն են։ Եվ չի կարող քո տնտեսական քաղաքականությունը քո արտաքին քաղաքական նախապատվությունների հետ չի կարող հակադրության մեջ մտնել։ Այնինչ կա այսօր, ուղղակի ինձ համար մի քիչ շոկային է զուտ արհեստավարժության տեսանկյունից, պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից։ Դու հայտարարում ես, որ գնում ես Եվրոպական միություն, Եվրոմիության հետ քո արտաքին առևտրի ծավալը ընդամենը 7%-ի չափ է, թե չեմ սխալվում, մոտավորապես։ Չէ, ոնց որ մի քիչ ավել է, բայց մի քիչ ավել։ Դու ասես շպագատի մեջ ես, քո արտաքին քաղաքականությունը ու քո տնտեսական շահերը լրիվ այլ հարթությունների վրա են։ Դրա համար մենք ինչ ենք ասում։ Ասում ենք մենք բոլորի հետ ուզում ենք լավ լինել։ Մենք ռազմավարական հարաբերություններ ենք ստեղծում եւ զարգացնում Ռուսաստանի հետ, բայց մենք նաեւ մտնում ենք Եվրոխորհուրդ, մենք մտնում ենք համաշխարհային առևտրի կազմակերպություն, որ կանխատեսելի առևտուր ունենանք, մենք մերձացնում ենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, մենք գնում ենք վիզաների ազատականացման եւ այլ եւ այլ։ Դուք այդ մոդելը, որ այստեղ փող եմ աշխատում, բայց ուզում եմ նաեւ այստեղ ծախսել, պետք է քեզ թելադրի, որ ոչ թե դու պետք է վարես քաղաքականություն կամ, դու պետք է վարես քաղաքականություն եւ, որովհետեւ սա բխում է քո ժողովրդի շահերից։